1955 թվականի Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի բանդի խղճուկ բանտախցերից մեկում քայքայված առողջությամբ մի բանտարկյալ կնքեց իր մահկանացուն։ Ինչպես հարյուրավոր հանգուցյալներին, նրան էլ առանց որևէ սգո տեսակարգի ուղարկավորեցին Վլադիմիրի քաղաքային գերեզմանոցում։ Հետո տեղադրեցին մի անշուք ցուցանակ, որի վրա գրված էր «Տեր Հարությունյան Գարեգին Եղիշեի 1886-ից 1955 թվականներ, համար 825»։ Այդ մարդը հայ ազգային հերոս պարապետ Գարեգին Նժդեհն էր։ Գարեգին Նժդեհին նվիրված աշխատանքը, որը իրագործեցին 187 դպրոցի աշակերտական մի խմբով, ունի նպատակ բացահայտելու Գարեգին Նժդեհի կյանքի և գործունեության բազմաշերտությունը, ներկայացնելով նրան որպես ռազմավարական մտածող, գաղափարական առաջնորդ և հայ ժողովրդի հոգևոր մարտիկ։ Աշխատանքում դիտարկվել է Նժդեհի դերը Հայաստանի առաջին հանրապետության պատմության մեջ, նրա գաղափարախոսական համոզմունքները և ազգապահպան գործունեությունը։ Բացի այդ, կներկայացվի Նժդեհի խոսքի ազդեցությունը հայ նոր սերնդի մտածողության և ազգային ինքնագիտակցության ձևավորման վրա։ Հայաստան և ճշմարտություն, ահա իմ ասվածությունները, հայրենասեր չես, եթե կյանքդ տրված չէ իսպա սրանց, որոնցից մեկին ծառայել կարելի է, մյուսի միջոցով միայն։ Ես Կարապետն եմ, ես ուսումնասիրել եմ Նժդեհի անվան ծագումնաբանությունը։ Այս նախագծային աշխատանքը ինձ շատ դուր եկավ, քանի որ այս նախագծային աշխատանքից առաջ ես շատ բան չգիտեի Նժդեհի մասին, սակայն այս նախագծային աշխատանքի ընթացքում ես շատ ու շատ տեղեկություններ իմացա նրա մասին։ Նժդեհը մեզ համար եղել է համառության, հայրենասիրության և ուժի օրինակ, և այն, ինչ նա պահել է իր կյանքի գնով, մենք պարտավոր ենք հավերժ պահել մեր սրտերում։ Պետությունները հաշվի են առնում միջազգային իրավունքները և հարգում իրենց ստորագրած պայմանագրերը, քանի դեռ շահում են գոյություն ունեցող դրությունից։ Սակայն հենց որ մի այլ դրություն, հենց որ մի ուրիշ թղթե բարեկամություն իրենց ավելի շահավետ թված, նրանք թքում են պայմանագրի վրա, լքում իրեն նախկին զինակիցներին և սպառնում աշխարհի խաղաղությանը։ Այս է իրերի իրական դրությունը, այս է աշխարհը, այլ ոչ այն, որով օրորվել և օրորվում է մեր սենտիմենտալ ազգը, իր սխալ ու խաբուսիկ պատկերացումով։ Անին եմ նախագծի շրջանակներում ինձ ամենաշատը դուր եկան Նժդեհի խոհափիլիսոփայական մտքերը, նրա ամենակարևոր գաղափարախոսությունը ցեղակրոնությունն է, նա ասում էր հայը պիտի հայ մնա, Նժդեհի այս գաղափարախոսությունը մեզ հիշեցնում է, որ հայ ժողովուրդը պետք է պահպանի իր լեզուն, կրոնը, ավանդույթները և ուժեղ ազգային ինքնությունը։ Ես Ռոբերտն եմ։ Գարեգին Նժդեհը ոչ միայն եղել է զինվոր և հրամանատար, այլև գաղափարախոսական մեծ վարպետ և մեծան ռազմավարական առաջնորդ։ Նրա խոսքերը մինչ օրս ուղեկցում են մեզ և ոգեշնչում, մեջ բերեմ դրանցից մեկը։ Առանց զորավոր խոսքի չկա իշխանություն հոգիների վրա, իսկ առանց այդ իշխանություն չկա խաղաղություն։ Ի պատիվ Գարեգին Նժդեհի Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ տեղադրվել են հուշարձաններ, անվանվել են դպրոցներ ու փողոցներ, և ստեղծվել է ի պատիվ Գարեգին Նժդեհի հուշադրամ և շքանշան։ Ես Մարիան եմ, այս խմբի դիզայներ-ցուցադրողը։ Այս նախագծային աշխատանքի ընթացքում ծանոթացել եմ Նժդեհի կյանքին և ռազմական գործունեությանը։ Նժդեհը մասնակցել է բազմաթիվ ազատագրական պայքարների, ինչպես նաև նա գլխավորել է Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նժդեհը կռիվներում վիրավորվել է 18 անգամ։ Նրա կատարած սխրագործությունների համար արժանացել է Կարմիր շքանշանի և ոսկե զենքի պարգևատրմանը։ Այդ իսկ պատճառով նրան անվանել են Խորհրդային Հանիբալ։ Նրա ռազմական արվեստի հիմքում ընկած էին կարգապահությունը, քաջությունը և անսասան ոգին։ Ես Լևոն եմ։ Այս նախագծային աշխատանքը կատարելու ժամանակ ուսումնասիրել եմ Գարեգին Նժդեհի ուսումնական կյանքի տարիները, վաղ հասակից մինչև սպայական ակադեմիա։ Ուսումնասիրել եմ նաև շատ այլ բաներ Գարեգին Նժդեհի հետ կապված, և վստահաբար կարող եմ ասել, որ նրա անունը պաշտամունքի առարկա է դարձել հայերի համար։ Անգամ ուսումնեցիները նրան անվանել են Ռուստուփի արծիվ։ Ես Աննան եմ, խմբի համակարգողը։ Վերլուծելով մեր կատարած աշխատանքը վստահորեն կարող եմ ասել, որ մեզ այսօր էլ շատ Նժդեհներ են պետք։ Մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքը կնվիրեն հայրենիքին և չեն վախենա կանգնել արդարության և ճշմարտության կողքին։ Եթե մեր հայրենիքում Նժդեհի նման անձնավորությունները շատ լինեն, ապա մեր երկիրը միշտ անսասան ու հզոր կմնա։